Նոր քննարկում ենք ադամանդա գործության հարցը եւ թե ինչ ծավալի արտադրություն է եղել այստեղ ինձ հիշեցնում էին ուղղակի ես ինչ որ թվեր լավ չէի հիշում, բայց հետաքրքիր էր որ տեղի ժողովուրդը լավ են հիշում, թե ոնց այդ ոլորտը զարգացավ այստեղ եւ քառապատկվեց, հինգապատկվեց, միգուցե տասապատկվեց, արդեն չեմ էլ կարողանում այդ թվերը ուղղակի վերհիշել։ Ասում են, որ դեռ կա արտադրություններ, բայց բավական փոքր ծավալի եւ այն ժամանակ հարցի լուծումը հետեւյալ տարբերակով եղավ ադամանդագործության հիմնական հարցը դա հենց հումքն է, ադամանդն է, որ այստեղ մշակվում էր։ Երբ լուծեցինք հումքի հարցը, թռիչքաձև աճ եղավ Հայաստանում ընդհանրապես եւ հատկապես Նոր Աջնում։ Կային մասնագետներ, կային արտադրական հզորություններ եւ ուղղակի իշխանության կողմից համեմատաբար համեստ փոքր ջանքով շեշտակի մեծ արդյունք մենք գրանցեցինք։ Եվ շատ ոլորտներ, ոչ միայն ոլորտներ, շատ հարցեր կան նաև քաղաքականության մեջ։ Եթե կա ցանկություն, եթե կա համոզմունք, ապա փոքր քայլով կարող ես լուծել մեծ հարց։ Փոքր երկիրը կարա դառնա մեծ խաղացող։ Կախված է նրանից, թե ինքը իր պոտենցիալը լավ է պատկերացնում, թե լավ չի պատկերացնում։ Քայլեր է անում, որոնք այդ ներուժը փոքրացնում է, թե հակառակը քայլեր է անում, որ այդ ներուժը եռապատկվում է եւ քառապատկվում է։ Այն ինչ կատարվում է հիմա ուղղակի թշնամություն է սեփական երկրի եւ սեփական ժողովրդի նկատմամբ։ Ասեմ այլ բառեր ես չեմ կարող գտնել։ Երբ երկրի ընդհանրապես երկրի արտաքին քաղաքականությունը ինչի համար է։ Մի հատ հասկանանք, էլի ինչի համար է, ինչ նպատակ է հետապնդում երկիրը իր արտաքին քաղաքականության երկու նպատակ հիմնականը։ Երկրի անվտանգության ամրապնդում, սա նշանակում է ճիշտ բարեկամներ գտնել, հակառակորդների թշնամիները քո դեմ ուղղված ջանքերը չեզոքացնել, ճիշտ բանաձևեր գտնել երկրի անվտանգությունը ապահովելու համար, կապերի միջոցով։ Եվ երկրորդը տնտեսական հզորությունը երկրի։ Ինչ պայմանագրեր կնքել, որ երկրների հետ կա զարգացման ավելի մեծ ներուժ եւ արտաքին քաղաքականությամբ սպասարկել հենց այդ շահերը, երկրի տնտեսական շահերը։ Համապատասխան պայմանագրեր, համապատասխան քայլեր։ Հիմա ինչ ենք մենք տեսնում։ Անվտանգության հարցերում կատարյալ ձախողում, բարեկամների հետ հարաբերությունների գրեթե խզում, հարաբերությունների վատթարացում, ինչը շեշտակի մեծացնում է անվտանգային ռիսկերը Հայաստանի Հանրապետության համար։ Եվ իդեպ սա սկսել են անել 18 թվականից եւ պատճառը դա է, որ եղավ պատերազմ, որովհետեւ Ադրբեջանը մի հատ նայելով ասում է, այս մի հատ սպասեք, այս սրանք ինչ են անում։ Իրականում մի անգամից հարց է առաջա, սա ինչ է անում։ Բանակի բարեփոխման տակ մարտական հրամանատարների մի զգալի մասը հեռացրեցին։ Ներսում Հայաստանը պառակտեցին, հին նոր, սպիտակ սև, հարուստ աղքատ։ Ժողովրդին իրար վրայով արին եւ այդ տրամադրությունը նշանակում է, որ երկրի ամրությունը, ներքին ամրությունը խաթարվեց։ Եվ զուգահեռաբար հարաբերությունները վատացնում են քո հիմնական դաշնակցի հետ։ Ինչի համար։ Եվ Ադրբեջանից նայում են, ասում են, լսիր, բանակը քայքայում է, ներսում պառակտված երկիր է։ Հիմնական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնում են։ Ով պետք է թիկուն կաղնի Հայաստանի Հանրապետության։ Սրանից հարմար պահ այլևս չի լինելու։ Եվ այդ պահը օգտագործեցին։ Եվ մենք տեսանք, որ մարտոնակ բանակը, բոլորս համարում ենք մարտոնակ բանակը, բայց չէին գնահատում, թե ինչ կարգի քայքայում, քայքայիչ աշխատանք արվեց այդ բանակի վերաբերյալ։
Եղավ պատերազմ, պատերազմում պարտվեցինք նաև, որովհետև չկարողացան մոբիլիզացնել երկիրը։ Ոչ թե ժողովուրդը, այլ երկիրը։ Պատերազմը միայն բանակը չի, պատերազմը երկիրն է պատերազմում, այլ ոչ թե միայն բանակը։ Հիմա սա է իրականությունը։ Եվ ամենից հետաքրքիրը հետևյալի մեջ է, եւ ինձ համար ուղղակի անսպասելի, որ այս իշխանությունը չի կարող սովորի իր փորձի վրա, իր սխալների վրա եւս չի սովորում։ Եվ ես եկել եմ մի եզրակացության, որի մասին արդեն ասել եմ, չի սովորում սեփական փորձի վրա, որովհետև գինը ինքը չի տալիս իր սխալների համար։ Սխալը իշխանությանն է, գին տվողը ժողովուրդն է, հազարավոր կյանքերով եւ տարածքային կորուստներով։ 150,000 փախստական Ղարաբաղից գին են տվել իրենց ամբողջ ունեցվածքով, իրենց հայրենիքով, մեկ մարդու ապուշությունների պատճառով։ Եվ թվում է թե լավ, այսքանը տեսանք, հետո շարունակում է նույնը։ Հայտարարում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավոր Ադրբեջանն է։ Լուրջ։ Չէ, լուրջ։ Հո գժանոցում չենք, ժողովուրդ ջան։ Ուրեմն ինչ պիտի անենք։ Թույլ տանք, որ Հայաստանը սարքի փորձադաշտ, ըստ տրենաժոր սարքի, անընդհատ Հայաստանի վրա փորձարկումներ անի, վարի մի քաղաքականություն, որը Հայաստանի կենսական շահերի հետ որևէ առնչություն չունի, եւ այդ գինը տանք մենք բոլորս։ Ես արդեն գին եմ տվել, հայրենիք եմ տվել, իմ ծննդավայրն եմ տվել, իմ պապական տունն եմ տվել։ Թույլ տանք, որ սա շարունակվի։ Ուրեմն պետք է ոտի կաղնել։ Պետք է իսկապես ոտի կաղնել ու ասել հերիք է։ Համաձայն եք։ Ժողովուրդ ջան, մի հատ սենց մի քանի տարի հետ գնանք եւ ինքներս մեծ հարց տանք։ Այս ամենը, որ կատարվեր օրինակ մի 7-8 տարի, 10 տարի առաջ, 15 տարի առաջ, որևէ մեկը ձեզանից մտածում էր, որ սա հնարավոր է։ Ոչ մեկը չէր մտածում։ Ես էլ չէի մտածում։ Ես պաշտոնը թողեցի, գնացի հանգստի, իմ համար իմ կյանքով ապրում էի, հեչ չմտածելով, որ կարող է գա մի պահ, երբ Հայաստանի առաջի դեմք ընտրվի մի մարդ, որը բացարձակապես տեղյակ չի, թե ինչ է պետությունը, ինչ է պետական քաղաքականությունը, եւ ինչպես է կարելի այդ պետությունը ամրացնել, եւ ինչպես է կարելի այդ պետությունը քանդել։ Քանդելու գործում միակն է։ Ոնց որ ստելու, խառնակցությամբ զբաղվելու գործում, ընդհանրապես խառնելը, ստելը, խառնակցությունը դա քանդելու գործիքակազմ է, կառուցելու չի։ Մարդիկ կան չէ, միայն քանդել գիտեն, մարդիկ կա սարքել գիտի։ Երբ որ մի հին շենք ուզում են քանդեն, ինչ են անում, մի շատ պարզ գործիք է, տենց մեծ շարակ երկաթի, տենց դնում են խփում, քանդվում է։ Սարքելու համար մասնագետներ են բերում։ Մասնագետներ, ինժեներներ են բերում, որ հաշվարկանեն, միատեսնեն, տակը ոնց է, գեոլոգիա անեն, ուսումնասիրեն։ Հիմա այս մարդը քանդելու մասնագետ է։ Քանդելու համար խառնել, բամբասել, իրար դեմ սրել եւ այդ ամենիչից միգուցե հաճույք է ստանում։ Նաեւ ենթադրում եմ հաճույք ստանալ։ Հիմա օրը մեր խնդիրը եւ այդ հնարավորությունը կա հունիսի 7-ին մեկ մարդու պես գնալ եւ ազատվել այս չարիքից։ Համամիտ եք։ Մեկ
ես հասկանում եմ, մենք այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ որոշակի որպես պարտված նաև պատերազմ երկիր, որոշակի թերհարվածություն է ձևավորվում երկրի նկատմամբ, մեր ուժի նկատմամբ եւ այդ թերհավատությունը պրոյեկցում ամեն մարդու վրա։ Չէ, ամեն մարդը իրեն ոնց որ մի քիչ խեղճացած զգա, հա։ Սա ավելի շատ sense բնազդով ինչ որ մի process է կատարում մարդու է, ջարդում է մարդը։ Ժողովուրդ ջան, մենք հնարավորություն ունենք շտկելու ամեն ինչը։ Ես ձեզ խոստանում եմ, այս խնդիրների լուծումը շատ արագ լուծումը տալու ենք։ Ուղղակի պետք է քանդող մարդուն փոխարինել կառուցող մարդուն։ Մարդ կա չէ կյանքում, sense խուլիգան է պես, որ մի բան ջարդում է, բանը անում հաճույք հաստանում։ Հեռախոսի բուտկա ջարդի, մի ուրիշ ջարդի, ոնց որ հաճույքը դրա մեջ է, էլի։ Մարդ էլ կա հակառակը, որ քարը քարի վրա է դնում, դրանից է հաճույք ստանում։ Որ տեսնում որ ամեն օր մի բան ավելացավ, ոնց որ ծառը տնգես, այդ ծառը ջրելուց ամեն տարի տեսնում ես այդ աճը եւ ինչ որտեղ հասկանում ես, որ մի լավ բան է արել։ Մեկն էլ գալիս է կացինը ձեռին այդ ծառը կտրում է տանում վառում։ Հիմա մենք ծառը կտրող կացինը ձերքին հիմարի հետևից պիտի գնանք, թե կառուցողի հետևից։ Ուրեմն իրար հասկացանք, ես փորձեցի մաքսիմալ պարզ լեզվով բացատրել ամենից բարդ հարցերը։ Եվ ձեզ շնորհակալություն, ուրեմն, մենք ունենք կարգախոս, միասին կարող ենք, միասին կարող ենք, միասին հունիսի 7 համար 17, հունիսի 7 համար 17, շնորհակալություն ապրեք։